Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրներ, Վանաձայնի եթերով եք դիմադեդրի էջով, ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ կներկայացնենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Բաքու խաղաղության համաձայնագիրին համար դարձյալ պայման գտնե Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Մոսկվայի մեջ բողոքի ցայն ի պաշտպանություն Հայաստանի քաղաքական բանդարգյալներուն։ Գագիկ Ծառուկյանի պատկանող Արարատ Ցեմենտը գահանցնվի պետական կառավարման։ Միջազգային ողիմպիական կոմիտեն կփորձե պաշտպանել Ծառուկյանը։ Եվրոպական միության քաղաքացիական առաքելության թերակատարության եւ աջակցության քննարկում։ Ադրբեջանի նախագահ օգնական Հիկմետ Հաջիև Reuters լրատվագործակալության հետ հարցազրույցի ընթացքին հայտնեց, որ երբ Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, վերջնական խաղաղության համաձայնագիրի ստորագրության համար ոչ մեկ խոչընդոտ կմնա։ Այս շաբաթ բռնակրավյալ Շուշիի մեջ տեղի ունեցող հավաքի ձիրին մեջ Reuters-ի հետ հարցազրույցի ընթացքին Ադրբեջանի նախագահ օգնական նախագահ արտաքին քաղաքականության բաժինի ղեկավար Հիկմետ Հաջիև բարձր կնահատեց երկիրներու դեպի խաղաղություն առաջընթացը, ներառյալ զարգացող ուղիղ հարաբերությունը եւ երկկողմանի արևդուրը։ Հաջիև ասավ. մենք կաբրինք իսկական խաղաղության պայմաններու մեջ։ Ադրբեջանի եւ Հայաստանի համար խաղաղությունը բազավես թուղթի վրա գրված կամ հռչակագիրի մեջ արձանագրված բան չէ, այլ իրականություն է։ Հակառակ առաջընթացին Հաջիև նշեց, որ Բաքու կբահբանե Հայաստանի սահմանադրության հանդեպ իր դիրքորոշումը։ Սահմանադրական փոփոխություններու ցևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևորը այն է, որ մեր երկիրին հանդեպ դարածքային բանջներ նկատվող թրույթները պաշտոնապես հերացվին, ըլլա այդ նոր սահմանադրության ընդունումով, թե իրավական այլ մեխանիզմով։ Երբ այդ հարցը լուծվի, մենք կգարձենք, թե վերջնական խաղաղության համաձայնագիրի ստորագրության համար ոչ մեկ խոչընդոտ պիտի մնա, ըսավ Հաջիև։ Հայտնենք, որ Նիկոլ Փաշինյան հայտարարած է, թե կփափակի սահմանադրությունը փոխելու համար հանրակրվե կատարել, եւ թե նոր սահմանադրության նախագիծը պիտի հրապարակվի մինչեւ այս տարվան վերջը։ Սակայն քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը խորհրդարանի մեջ հանրակրվե նշանակելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը չունի։ Հաջիև նշեց, որ միայն նախագիծի հրապարակումը բավարար պիտի չլա խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Ան նաև ասավ, որ Ադրբեջան Միացյալ Նահանգներեն ստացած է լուրջ եւ դրական հաստատներ, թե տարածաշրջանին մեջ Վաշինգտոնի աջակցությամբ նախադեсվող երթևեկի միջանցքի շինարարական աշխատանքները կգրնան սկսել այս աշնան։ Միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Թրամփի երթուղի գոչված 43 կիլոմետր երկարությամբ միջանցքը պիտի հադե Հայաստանը եւ Ադրբեջանին ուղղակի հասանելիություն պիտի տա դեպի Նախիջևան եւ Թուրքիա, ըսավ Հաջիև։ Չորեքշաբթի 15 հուլիսին Մոսկվայի հայկական եկեղեցու փագին մեջ հայ համայնքի ներկայացուցիչներ հավաքվեցան իրենց բողոքի ցայնը բարձրացնելու ի պաշտպանություն Հայաստանի մեջ քաղաքական բռնապետության զոհ դարձած հայ բանդարգյալներու։ Հայրենիք են հերու, բայց հայրենիքին ցավով ապրող մարդիկ անհանգիստ կզգան Հայաստանի այսօրվան ապրելակերպով։ Հայաստանի մեջ այսօր բռնապետությունը հասած է այն աստիճանի, որ հագաիշխանական որևէ արտահայտություն ունեցողը կբանդարգվի։ Լրագրողներու հարցումին պատասխանելով, թե ով գազམ-ագերբած է հավաքը եւ ինչ է անոր նպատակը, հայ հեղափոխական դաշնակցության Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյան նշեց. Եկեղեցու մեջ հավաքված մեր հայրենագիցները կփորձեն իրենց բողոքի խոսք ուղղել Հայաստանի իշխանություններուն այս բռնագալ եւ թավաթիր ծրագիրին դեմ, որ ուղղված է Հայաստանի ընդդիմադիր օջախներու վերացումին,
որբեսի անոնք կարենան ավելի թյուրին ցևով իրենց թրքամետ ծրագիրները ավարտել։ Շատ ցավալի է, որ այս բոլորը կգադարվի մեր ժողովրդի անդարբեր հայացքներուն ներքև։ Անդրադառնալով Հայաստանի մեջ հնչող այն դեսագետին, թե Ռուսիո մեջ բնակող հայերը պետք չէ Հայաստանի ներքին գործերուն խառնվին, Ներսեսյան պատասխանեց, որ այդ հակահայկական կարողություն է։ Այդ կարողությունն է, որ դարածված է թրքական կողմ է։ Անոնք կփորձեն ամեն ցևով Սփյուռք Հայաստան գաբերը բարակտել։ Գաղտնիք չէ, որ Սփյուռքը միշտ սպառնալիք եղած է Թուրքիա եւ Ադրբեջանին։ Ռուսիո մեջ հայաբահաբանման լայնածավալ աշխատանքները ուղղված են մեկ նպատակի՝ հայրենիքեն հերու, սակայն հայրենիքին գաբող արմատները միշտ ամուր բահելու։ Գագիկ Ծառուկյանի ցերպակալության մասին խոսելով Ներսեսյան նշեց, որ դեղի ունեցածը քանի մը նախաբայման ունի։ Առաջինը Նիկոլ Փաշինյանի հոգեգան վիճակն է, որ ավելի սրած է հատկապես ընտրություններն յետք։ Ան ընտրություններուն բավարար ցայն չհավաքելու հետևանքով փորձեց իր վրեժը լուծել։ Ընդդիմության թեմ ուղղված այս կայլերը նպատակ ունին իշխանությունը կփորձե ամեն քնով բահբանել իր աթոռը։ Եկեղեցվոպագին մեջ հավաքված ժողովուրդը դիրող իրավիճակին մասին իր դժգոհությունը արտահայտեց, բողոքի ընթացքին անոնք մանգարգեցին առանց Նիկոլ Հայաստան։ Հակագաշարագերության թատարանի որոշումով գալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ Ցեմենտ ընկերությունը Հայաստանի կառավարության հանձնվեցավ։ Գլխավոր տվյալահաշվությունը ընտրություններն առաջ հայտարարեց, թե ընկերության մեջ խախտումներ հայտնաբերած են եւ կառավարության առաջարկեց ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարմարությունը քննարկել խախտումներու հետևանքները կասեցնելու համար։ Քրութենեն շուրջ 2.5 ամիսի հետ Հակագաշարագերության կոմիտեն որոշեց գլխավոր տվյալահաշվության միջնորդության ընթരാճել եւ Արարատ Ցեմենտի գործարանը Հայաստանի կառավարության հանձնել։ Տվյալահաշվության համաձայն որոշումը դրված է աբորինի զակում ունեցող քույկի բռնականցումի կորձինձիրի մեջ, որ հարուցված է Գագիկ Ծառուկյանի եւ անոր հետ գաբ ունեցող անձերու թեմ։ Նույն հայցով տվյալահաշվությունը կբանջի բռնականցել 75 անշարժ քույկ, 42 փոխադրամիջոց, 38 ընկերություններու մեջ մասնակցություն, շուրջ 106 միլիարդ դրամի, 290 միլիոն դոլարի աբորինի զակում ունեցող քույկ եւ միջոցներ։ Նախընտրական կարոզարշավի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտարարած էր Արարատ Ցեմենտի գործակալությունը բացկանեցնելու իր մտադրության մասին։ 9 հուլիսին անհայտնեց, որ ժամանակավոր կառավարիչ նշանակած է առանց ընթացակարգերը հստակացնելու։ Գագիկ Ծառուկյանի պաստապան Երեմ Սարգսյանը ասավ, որ որոշումի մասին անոնք տեղյակ չեն։ Այս բոլոր ապացույց են, որ նախքան քաղաքական իշխանության ներկայացուցիչներու հայտարարությունները նման կորձ կատարելու գարիք չկար։ Հայտարարություններն յետք հանգարց իրավաբար ամբողջ համագարկը գարտնա։ Օրենքի եւ իրավունքի մասին խոսիլը ուղագի ավելորդ է։ Գլխավոր տվյալահաշվությունը այս գործարանին մասին 3 այլ քրություն մնալ հրաբարագեց, բնտելով, որ ընկերությունը աբորինի գերբով շահագրգռված է ընտերքը։ Հայտնենք, որ Ծառուկյաններու պատկանող շարք մեծ ընկերություններ գաբարագնկված են։ Հագարակ վարչապետ Փաշինյանի հավաստիացումներուն, թե նկատի պիտի առնեն նաև աշխատակիցներուն շահը, հազարավոր մարդիկ դակավին կսպասեն, թե երբ աշխատանքի պիտի վերադառնան։ Միջազգային ողիմպիական կոմիտեն հայտնեց, որ ան դեղյակ է Հայաստանի ազգային ողիմպիական կոմիտեի շուրջ կատարվող իրադարձություններն գապ հաստատած է Հայաստանի ազգային կառույցին եւ կփորձե լուծումներ գտնել։ Կոմիտեն ուշադրությամբ կհետևի բոլոր հանգամանքներուն եւ կփորձե բացաճ լուծումներ գտնել Հայաստանի ազգային ողիմպիական կոմիտեն իբրև գարույց պաշտպանելու եւ Հայաստանի մեջ ողիմպիական շարժումը եւ մարզիկներուն շահերը երաշխավորելու համար, նշեց կոմիտեին փամփերը, սակայն ան չբացահայտեց, թե ինչ լուծումներու մասին կմտածվի։ Հայաստանի ազգային ողիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գալանավորումն ի վեր գաբարագնկված են նաև Հայաստանի ազգային ողիմպիական կոմիտեն եւ անոր մարզական գորիզը հանդիսացող ողիմպիական ավան գետրոնին թռները։ Ավելի քան 10 օր է իրավաբանները չեն հայտարարած, թե ինչու դիմած են այս քայլին եւ ինչ չարաշահումներ հայտնաբերած են։
Հայաստանի ապահովության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան երեկ ընդունեց Հայաստանի մոտ Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկոն։ Գրիգորյան ողջունեց Հայաստանի մեջ Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելության մեկնարկը, ընդգծելով հայկական կողմին հանձնարարությունը։ Անկարևոր նկատեց նաև առաքելության թերակատարությունը եւ աջակցությունը ապադեղեկատվական համագարկչային հարցակումներու եւ աբորինի ֆինանսական հոսքերու դեմ։ Դեսակցության ընթացքին զրուցակիցները քննարկեցին համագործակցության հետագա ուղիները եւ գործակցության զարգացման կարելիությունները։ Հարկելի ունգընտիրներ օրվան հետ բաժինով ցեզի պիտի ներկայացնենք The Washington Times-ի հոդվածը, թե Թրամփ գրնա սահմանի բացումին նպաստել, բայց ոչ մեկ հայ ղեկավար գրնա ժողովուրդեն խնդրել մոռնալ հայոց ցեղասպանությունը։ The Washington Times գկրե. Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ արդեն ցույց տվավ, որ ամերիկյան առաջնորդությունը գրնա ձևավորել հարավային Կովկասի աբական։ Օտանի ղեկավարներու վեաժողովի մասնակցելու համար Թուրքիա կատարելիք դեսակցությունեն ետք անպետք է նույն մոդեցումը գիրարե հայ-թուրքական սահմանի բացման նպաստելու եւ նշանակություն ունեցող տարածաշրջաններուն մեջ Միացյալ Նահանգներու դիրքեր ամրապնդելու համար։ Ձանոթ է, որ օգոստոս 2025-ին Թրամփ սպիտակ դուն հրավիրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ դեսակցությունը հանգեցուց Թրամփի ուղի ծրագիրի ստեղծման, որ դիվանագիտությունը վերածեց նշանակալի տնտեսական առիթներու թե տարածաշրջանի եւ թե Միացյալ Նահանգներու համար։ Ամերիկյան ղեկավարությունը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանին մեջ առանց զորքեր ուղարկելու գրնա արևդուրի նոր առիթներ ստեղծել։ Հայոց ցեղասպանությունը մինչև այսօր կբավանվի զանազան երկիրներու մեջ բնակող հայերու հիշողության մեջ։ Սահմանին բացումը չի չնչեր անցյալը եւ ոչ մեկ հայ ղեկավար չի գրնար ժողովուրդեն խնդրել մոռնալ զայն։ Հայաստան եւ Թուրքիա պետք է առանցին համացանության կան, սակայն Թրամփ գրնա նպաստել այդ համացանության։ Հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ վանացայինի եթերով եւ դիմադրի էջով ցեզե դենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրման լուրերը եւ օրվան հետ հաղորդումը։ Ցեզե դենց այն հաղորդավար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։